Խաղաղությունը միայն այն պարագայում է իրական, երբ որ ստեղծվի ուժերի հավասարակշռություն։ Ուժերի հավասարակշռությունը ոչ միայն բանակի, ոչ միայն ռազմական առումով է, այլ նաև քաղաքական առումով, այլ նաև դիվանագիտական առումով, այլ նաև հասարակության մեջ միավորման ու հասարակական ներքին պառակտումների զերծ լինելու առումով է եւ հիմնական հարցը նաև ուժերի հավասարակշռությունը ստեղծում է գաղափարական նույնացումներով հասարակությունների մեջ։ Մենք ուժերի հավասարակշռությունը միայն տեսնում ենք, այսինքն փաստարկվում է այսպես, որ մենք այո, չենք կարող դիմանալ Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական ուժի դիմաց, բայց միթե 30 տարի չդիմացա, միթե 30 տարի որ խաղաղություն էր, այո, խաղաղություն էր։ Մենք էլ բարձր դիրքերում ենք, այդ սուտի վրա հիմնված մոտեցումները չի կարող երկիրը տանել գաղափարական այնպես պատրաստության, որ թե դիվանագիտական, թե ռազմական, թե հասարակական առումով այդ միասնության վրա հիմնվելով կարողանանք ուժ դառնալ։ Ուժը նաև իրավունքի հարցը կա, այսինքն երբ որ դու իրավացի ես, հիմա կարող ես ճնշվես, բայց մարդիկ այդ իրավունքի համար իրանց կյանքն են տալիս։